Զրուցում ենք Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։ Պարոն Դանիելյան, այսօր հրապարակվեց այն մասին, որ Սրբազանը նոր պայքար է սկսելու։ Կխնդրեմ ասեք, թե առհասարակ այս անգամ նմանատիպ պայքարից, փողոցային պայքարից ինչ ակնկալիք կարող է ունենալ եւ ձեր մասնակցության մասով դուք էլի լինելու եք Սրբազանի կողքին։ Նախ նոր պայքար չի, այդ պայքարը գիտեք դեռ մի տարի առաջ սկսվել է Սրբազան շարժման մասին է խոսքը։ Ես էլ այնց այդ առաջարվանից Սրբազան հոր կողքին եմ եղել, իրար հետ ենք սկսել եւ մինչեւ հիմա էլ մեր պայքարը շարունակվում է։ Եվ ոչ թե նոր պիտի սկսվի, նոր կարծում եմ նոր թափ, նոր ավյուն, նոր ավելի այսպես ասած մասշտաբները կարող ավելի մեծ լինեն, այդ առումով բայց այն որ նոր չի, դա այդ էլ փաստենք որ սա նոր բան չի։ Ես իհարկե լինել եմ Սրբազան հոր կողքին։ Պարոն Դանիելյան, նախկին ակցիաներից ինչ դասեր քաղեցիք, որոնք այս անգամ չեն լինելու եւ երբ ասում եք նոր թափով է լինելու պայքարը, ինչ նոր մոտեցմամբ է լինելու, որը այս անգամ իսկապես վերջնարդյունքի կհասցնի։ Ես չեմ կարող դրա մասին խոսել, եթե դրա մասին խոսենք, բարձրաձայն ասենք, բարձրավոր իշխանությունը համապատասխան քայլեր կձեռնարկի եւ ռազմավարության մարտավարության մասին շատ բարձր չեմ կարող խոսել։ Եվ եւս մեկ հարց, անդադար քննարկվում էր, որ պետք է խորհրդարանական ընդդիմությունը այդ ակցիաներում լինի, չլինի, այս անգամ ինչպես է լինելու կամ կխնդրեմ նաեւ ձեր կարծիքը, պետք է միայն Սրբազան շարժման անդամների մասնակցությամբ լինի այդ ակցիաները, թե այնուամենայնիվ ճիշտ կլինի, որ խորհրդարանական ընդդիմությունն էլ։ Ոչ Սրբազան պայքարնա, որ առանձին վերցածին պայքարնա եւ տեսնում եք ինչա կատարվում, ինչա գիտեք ինչ-որ անձնական խնդիր կամ անձնական հարց է։ Մենք բոլորիս վերաբերվի թեման է, կուսակցությունների եւ այն մարդկանց որ քաղաքականությամբ են զբաղվում եւ ոչ միայն քաղաքականությամբ զբաղվում, նաեւ մեր բոլոր քաղաքացիները որ տարբեր բնակավարներում աշխատում են եւ ի վերջո մեր երկիրը այս հայտարարակ ծանր վիճակից դուրս բերելու խնդիր կա, տեսնում եք Նիկոլ Փաշինյանը ինչ գործելավոճավոր թե դրել 15 րոպեն մեկ ստատուսներ ագրեմ ծիրախավորում է եկեղեցին եւ այսպես շարունակի մեր հայրենակիցները իրենց ձայնը բարձրացնեն ասեն հաշտեն այս ամեն ինչի հետ, հաշտ չեն։ Մենք հաշտ չենք այս ամեն ինչի հետ, մենք պայքարում ենք, մենք այս ժամանակահատվածում երբեք էլ պայքարը չենք դադարեցրել։ Կարծում եմ, որ ավելի մեծ թափով ու ավելի մեծ ուժերով պիտի լծվենք այս գործին, որովհետև այս մարդը այլևս կարմիր պիտի չունի, ոչ մի ասենք ասած տեղ չի թողել, որ կարծում եմ եւ սոցիալ-տնտեսական վիճակը, մեր ժողովրդի եւ անվտանգային վիճակը, եւ դիտեք որ հոգեվորի դենս արշավը որ կա, այս բոլորիս սա ազդակ լինի, որ ամեն մարդ իր մասնակցության ձևաչափը պատկերացնի եւ ի վերջո սա ժողովրդական պայքար, այսինքն ժողովուրդը պիտի այս ամեն ինչին իր վճռական ժողովությունը հայտնի, բողոքը հայտնի, անհամաձայնությունը